Ում ցերկով բացվեցան սրբության դռները։ Սիրելիներ, այսօր մեր հոգին մեջ խոր հարց մգա, գմխրջվի։ Ում ցերկով բացվեցան սրբության դռները։ Այս հարցումը սոսկ փիլիսոփայական մտահոգություն չէ, այլ կենտանի հոգևոր հարցադրումը, որ կհնչե մեր ժամանակներու աղմկոտ խաչմերուկներու մեջ։ Երբ ամեն կողմէ մեղադրանքներ կլսենք, թե ով բացահայտեց, ով խոսեց, ով քննադատեց, մեզ պետք է չշեղել հարցումի իրական արմատներեն եւ մղումեն։ Աստված ում օգտագործեց բացելու մտնշաղի տակ փակված ճշմարտությունը։ Արդարե, Աստվածաշունչը լի է օրինակներով, որ Աստված ոչ միայն իր մարգարեներուն, այլև անսպասելի, երբեմն քայտակղիչ մարդոց ցերկով կգադարե իր կամքը։ Գաղափարը, որ մեզի կզարմացնե, բայց նաև կփրկե մեր ինքնակոհությունը։ 5 դագարանի մեջ մենք կտեսնենք, թե ասորեստանցիները եղան Աստծո ցայնը դատապարտելու համար իր ժողովրդի մեղքերը։ Նույնպես Գյուրոս թագավորը, որևէ տաշնագիտ չլալով սրբության, եղավ գործիք Աստծո ցերկին, ազատելու իր ժողովուրդը Բաբելոնի գերութենեն։ Անոր մասին կարդացեք Եսայի մարգարեության մեջ գսեր, ան իմ օծյալն է, Եսայի 45:1, մինչդեռ Գյուրոսը իսկևին հրյա էր եւ հավատացյալ չէր։ Ուրեմն, ինչ կսորվինք այս բոլոր օրինակներեն։ Աստված սրբությունը պահելու համար պիտի օգտագործե ոչ միայն տաճարի մեջ գտնվող մոմավարմը, այլ երբեմն փողոցի մեջ կանգնող աղաղակողմը, որովհետև ճշմարտությունը Աստծույն է եւ ոչ մեր ընտրելիքին, որովհետև սրբությունը Աստուծո սերը կպահե եւ ոչ մեր անձնական նախասիրությունները։ Երբ մարդիկ կհարցնեն, ինչու քաղաքական անձը բացահայտեց եկեղեցու մեղքերը, մենք պետք է պատասխան չասենք, թե ան անարժան է, այլ հարցնենք ինքներս մեզ. մենք արժանի եղանք, որ Աստված ուրիշը չօգտագործեր։ Երբ տաճարի մաքրության համար այլևս քահանամը չկա քոչե, Աստված պիտի հանե մտրակը ոչ թե եպիսկոպոսական գավազանով, այլ ժողովրդի ցասումեն։ Տեր Հիսուս երբ մաքրեց տաճարը արևտրականներեն, իր ցերկին ոչ պսակ կար, ոչ գավազան կար, ոչ շաբիկ, վերնաշաբիկ, ոչ սկեսներ, ոչ վերարգուներ, ոչ մեկ բան։ Ուրեմն մեր Տերը մեզի դաս կուտա, որ սրբությունը գազատվի, երբ ճշմարտությունը լույս կուկա։ Սրբության դռները բացվեցան, այսօր ոչ թե որովհետև մենք փապակեցանք, այլ որովհետև Աստծո համբերությունը լեցվեցավ։ Ան ինչպես բացավ ջրհեղեղով մեղքի դռները Նոյան ժամանակ, ինչպես բացավ Սոդոմի կրակները, նույնպես այսօր բացած է անարդարության դռները, որբեսի ճշմարտությունը դուրս գա, Երևան ելե։ Բայց ուշադրություն, Աստված երբ մերկացնե, գնե դա ոչ թե ամոթ պատճառելու համար, այլ վերականգնելու, ինչպես Ադամը եւ Եվան մերկացան մեղքենի հետ, ոչ թե պատժվելու, այլ ճշմարտության հետ առերեսվելու։ Մեր եկեղեցին այսօր կգանգնի այդ Ադամի պես մերկացած, բայց կոչված հագվելու ոչ մարդկային զարդեր, այլ Քրիստոսի արդարության քովը։ Սիրելիներ, այսօր սրբության դռները բացված են, եւ ոչ ոք թող չփորձե վերակրել զայն մեկ անձի կամ կուսակցության։ Սուրբ Հոգին է, որ քաշեց այդ սողնակը, որովհետև եկեղեցի ներսը մութ էր, եւ մութի մեջ չեն կանգնիր սրբերը։ Թող մենք չգուռնանք հպարտութենեն, թող չմերժենք սրբացման ճամփան, որովհետև այն չանցավ մեզի հաճելի ուղիեն։ Իսկ եթե այսօր հնչած է ճշմարտության զանգը, ուրեմն քալենք լույսի կողմ։ Եվ ի վերջո, անգամ եւս հարց տանք. ում ցերկով բացվեցան սրբության դռները։ Ում ցերկով բացվեցան Էջմիածնի դռները։ Պատասխանը գուցե այս է. Աստծո ցերկով, որ գործածեց մեկ ցերկ, երբ մեր ցերկերը եւ մեր բերանները լրեցին։